Բոլորին ողջույն։ Ահա եւ եկավ օգոստոս ամիսը եւ արդեն 5-րդ անգամ մենք ուղղություն վերցրեցինք դեպի Սյունիք, ավելի ստույգ դեպի Սիսիան, որը դարձել է նավասար հայ-իրանական մշակութային խոհանոցային ավանդական փառատոնի մայրաքաղաքը։ Քաղաք մտնելուն պես զգացվեց տոնական տրամադրությունը, չնայած անձրևոտ է։ Ի տարբերություն նախորդ 4 տարիների, այս տարի փառատոնը տևում էր 2 օր։ Երկրորդ օրը մրցութային էր, ինչի մասին կպատմեմ փոքր ինչ ուշ։ Հիշեցնեմ, որ փառատոնի կազմակերպիչներն են Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ ձեռնարվեստի նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության եւ երկու երկրների մասնավոր հատվածի գործընկերների հետ համագործակցությամբ։ Իդեպ Իրանի Իսլամական Հանրապետությունը բավական ակտիվ մասնակցություն ցուցաբերեց։ Իդեմս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նորին գերազանցություն Խալիլ Շիրլողամի գլխավորած պատվիրակության։ Չնայած պատերազմական իրավիճակին այս տարի Իրանը ցուցադրել է ռեկորդային մասնակցություն, ավելի քան 43 ինքնատիպ տաղավարներ, որոնք ներկայացրել են իրանական տարբեր նահանգների մշակույթն ու խոհանոցը։
Իդեպ այս փառատոնը արդեն լայն ճանաչում ունի Իրանում, իսկ այս տարի կնքվեց հուշագիր Սիսիան քաղաքի եւ Իրանի Գիլանի նահանգի Լահիջան քաղաքի միջեւ, ինչի շնորհիվ նրանք դարձան քույր քաղաքներ։ Հուշագիրը ստորագրեցին Սիսիան քաղաքի համայնքապետ Հովսեփ Արաքելյանը եւ Լահիջան քաղաքի քաղաքապետ Ռեզա Զենդեդեն։ Այնուհետև պաշտոնական ելույթներից հետո սկսվեց փառատոնի մշակութային մասը, որին մասնակցեցին իրանական եւ հայկական երաժշտական խմբեր եւ
հիմա բարեքայլերը ցույց տամ։ Աջ, ձախ անցավ, աջ, ձախը խաղաց, ձախ, աջը խաղաց, աջ, ձախ, աջ, ձախ, դրեցինք, աջ։ Հեյ, աջ, ձախը միացավ, աջ, ձախը խաղաց, ձախ, աջը խաղաց, աջ, ձախ, աջ, ձախը խաղաց, ձախ, աջը խաղաց։ Aç, zah, aç, zah, zah, aç. Uşağız, aç gınalo, gınasın, ver, yerdu, yerek, çok, ver, yerdu, yerek, çok, in, ver, yerek, çok, in, ver, aç, zah, aç, zah, aç. Ver, yerdu, yerek, çok, in, ver, yerdu, yerek, çok, in, ver. Yerdu, yerek, çok, in, ver. Ամերիկային ծրագիրը տևեց մինչ ուշ գիշեր։ Այդ գիշեր ավանդույթի համաձայն նշվում էր նաև հայկական հին նոր տարին Նավասարդը, որը կապված է Քրիստոսից առաջ 2492 թվականին հայք նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի հետ։ Զորած քարեր կամ քարահունչ հնագույն հուշարձանում, ինչպես եւ յուրաքանչյուր տարի կազմակերպվել էին աստղադիտումներ եւ տոնական միջոցառումներ նվիրված այս ազգային ինքնության ուժին եւ տոնին։ Նավասարդ անունը գալիս է պարթևերեն նավ, այսինքն նոր, եւ սարդ, այսինքն տարի բառերից։ Խորհրդանշում է հայոց բուն տոմարի սկիզբը։ Այս գիշեր ժամը 4-ին ներկաները դիմավորում են Հայկ Նահապետի կամ Օրիոն համաստեղության ամենապայծառ աստղերից մեկը՝ Բետելգեյզը, որը տեսանելի է դառնում արևածագից առաջ։ Դե ինչ, շնորհավոր նոր տարի եւ բարով եկար 4519 թվական։
Իսկ վաղ առավոտյան հավաքարարները մաքրում էին գիշերային անձրևի հետքերը։ Ոստիկաններն էլ հսկում էին տաղավարները։ Առավոտից գազམ་ակերպիչները պատրաստվում էին փառատոնի երկրորդ մրցութային օրվան։ Այս տարի առաջին անգամ տեղի է ունենալու խոհարարական մրցույթ, որը անվանվել է խաղաղության գավաթ։ Ահա այդ գավաթը։ Մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած երկու հինավուրց ժողովուրդները, հայերն ու իրանցիները, աշխարհին խաղաղության կոչ են անում։ Հայաստանը դիրքավորել որպես միջազգային խոհարարական առաջնությունների կենտրոն եւ խոհանոցի միջոցով աշխարհին խաղաղության ուղերձել։ Սա էր մրցույթի նպատակը։ Մրցույթը անցնում էր երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները պատրաստում էին ճաշատեսակներ գառան մսից։ Իսկ երկրորդ փուլ անցնողներին հանձնարարված էր պատրաստել ձկնային ճաշատեսակներ։ Ինչ վերաբերում է ժյուրիին, ապա ժյուրիի կազմում միայն պրոֆեսիոնալներ էին։ Միջազգային կարգի խոհարարներ Հայաստանից եւ Իրանից, ճանաչված խոհարար Յուրա Սարգսյանի գլխավորությամբ։ Երբ ամփոփվում էին արդյունքները, Սեդրակ Մամուլյանը դիմեց ժյուրիի անդամներին կոչով։ Մենք ուզում ենք խոհանոցով միավորել տարբեր ազգերի, մենք ուզում ենք այս մրցումով հղել աշխարհին խաղաղության կոչը։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է, որ ես ձեզ խնդրեմ մաքսիմալ անաչառ։
Մինչ ժյուրին ամփոփում էր մրցույթի արդյունքները, անկախության, իսկ ժողովրդի մեջ առավել տարածված Սիսակ նահապետի հրապարակի բեմում շարունակվում էր երկրորդ օրվա համերգային ծրագիրը։ Ահախնդրեմ, Գիլանի նահանգի Քարավա խումբն է, որը ներկայացնում է գիլանական ժողովրդական արվեստի բազմազանությունն ու կենսունակությունը, համադրելով ավանդական երաժշտությունը, երգն ու դերասանական արվեստը։ Սիսյանցիներին եւ քաղաքի հյուրերին սպասում էր հաճելի անակնկալ։ Մեկ ժամանոց ծրագրով հանդես եկան հին ու նոր Երևանի յուրահատուկ կոլորիտը, հոգին ու տրամադրությունը մարմնավորող, սիրված երգիչ եւ բազմաթիվ երգերի հեղինակ Ֆորշը եւ գիտարահար Դավիթ Մուշեղյանը։ Այն ծառի տակուր այնքան են նսել են, անրջել են մեր սիրո ապագան իմացի սերը խաղջը բախտերանգին թե սիրես դուր քո սիրտը դուր քո հոգին ողջ կյանքը Այսօր ես իմ երեին տեսա Թուխմազը ալում ժաղացը Բարուստովի բարև չարա Տեսնես ինչում ալում ժաղացը Նայդեմ կին կարմիր խնձոր Լոսնին եմ ալորացը Սիրտը երած աչկերը թած Անձրի պես վարաժած Կես երկար, շատ երկար եմ սպասել Ու թակուն արտասվել կես համար Կես երկար, շատ երկար եմ սպասել Ու թակուն արտասվել կես համար Ու խենթես, այդ աղջիկ մելուսետ Ես ըրկել, սիրել եմ խենթի պես Ու խենթես, խենթ աղջիկ մելուսետ Ես ըրկել Աչքերս դերթացել Շատ երաստավորն է, շատ երարկում, շատ երասված, շտի պատասխանն է, շատ հարևանն է, հոգևարկում, շատ մանկեր, Աշոտ Գևորգյանն է, շատ հրաշոնն է, որ չի հացում, այս
ապրում ենք մեր սիրած քաղաքում հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում Սա տրոլեյբուս է, սա ավտոբուս, սա թուղթուղիր է, սա դեպնանցում Սա ստորացված փողով քո ընկերն էր Նայ իրակի վրա շիոխտում Սա նկարիչ Արմեն Խոդոյանն է Սա ելիպսիկն է Սուրճ երեքում Սա եղելարսը Միքայելյանն է Նախանելուց հետո չի ծապում Հենց այսպես էլ ապրում է Մեր սիրած քաղաքում Հենց այսպես էլ ապրում է Մեր սիրած քաղաքում Bravo, Michael! Marcia! Inca! Եվ ահա մոտեցավ մրցանակաբաշխության պահը եւ խոսքը տրվեց Սեդրակ Մամուլյանին։ Նելի հայրենակիցներ, եւս մեկ նավասարդ անցավ արդեն պատմության գիրքը։ Բայց այս անգամ 5-րդ նշումով մենք հիմք դրեցինք մի նոր միջոցառման, որը կոչվում է խաղաղության գավաթ խոհարարական միջազգային մրցույթ։ Այսօր մենք հիմք դրեցինք մի երևույթի, մի առաջնության, որը հետագայում ամբողջ աշխարհի խոհարարական մեր մշակներին հավաքելու է այստեղ Սիսյանից երկինք ավետելու խաղաղության կոչը։ Խաղաղության գավաթը հենց հիմնվել է մեր կողմից հենց նպատակ ունենալով Սիսյանից աշխարհին կոչ անել խաղաղ ապրելու մեկը մյուսի հետ շփվելու, մշակույթի միջոցով շփվելու, մշակույթի միջոցով մրցակցություն մրցելու հնարավորության մասին։ Եվ այսօր մեզ համար պատմական օր է։ Մենք հիմա կանչեցնենք առաջին մրցույթի մեդալակիրներին, հաղթողներին, մրցանակակիրներին։ Ես ուզում եմ բոլորին շնորհավորել, անկախ նրանից թե ինչ գույնի մեդալ են ստացել։ Ես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս հայ խոհարարական ավանդույթների զարգացման պահպանման հասարակական կազմակերպության բոլոր անդամներին, Տուրիզմի ֆեդերացիայի, Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի բոլոր անդամներին, պարոն Ապրեսյանի գլխավորությամբ, որովհետև կայացավ մի երևույթ, որը հետագայում միշտ հնչեցնելու է Սիսյան բառը, միշտ հնչեցնելու աշխարհում Սիսյանի մասին եւ Սիսյանը դառնալու է խոհարարական մտքի կենտրոն այնպես ինչպես հիմա է։ Սկզբում անաչառ աշխատանքի համար պարգևատրվեցին ժյուրիի անդամներն ու փառատոնի ու մրցույթի կազմակերպիչները։
ապա հերթն ասավ մասնակիցներին, ովքեր արժանացան մեդալների։ Եվ ահա հնչեց խաղաղության գավաթին արժանացած մասնակցի անունը։ Խոհարարական մտքի աշխարհի կենտրոն Սիսիան 2026 թվական 11 օգոստոսի միջազգային խոհարարական մրցույթ խաղաղության գավաթ գլխավոր գավաթը շահել է Համլետ Մարտիրոսյան։ Գավաթը կանձնի Սիսիանի համայնքապետ պարոն Հովսեփ Առաքելյան։ Պատմական օր։ Այս գավաթով մենք այստեղից Սիսիանից հղում ենք աշխարհին խաղաղության կոչ։ Եվ այսպես խաղաղության գավաթ խոհարարական միջազգային մրցույթը այլևս իրականություն է։ Նախատեսվում է հաջորդ տարի լայնացնել մրցույթի արտադրությունը, ներգրավելով մասնավորապես այն երկրները, որոնք այսօր ցավոք անցնում են պատերազմի փոխանակում։ Հաջողություն մաղթենք բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին եւ հուսանք, որ հաջորդ տարի աջակիցների թիվը ավելի կմեծանա։
Դե մինչ հաջորդ տարի նավասարդ հայ-իրանական մշակութային խոհանոցային ավանդական փառատոն եւ խաղաղության գավաթ խոհարարական մրցույթ